այսօր մի շարք քաղաքացիներ, շուրջ 2 տասնյակ քաղաքացիներ հավաքվել են Կենտրոնական բանկի դիմաց իրենց իրավապաշտպանի հետ միասին, նրանք բողոքի ակցիա են իրականացնում եւ բողոքում էին բանկերի կողմից կատարվող զեղծարարության դեմ։ Դուք ինչպես սա կմեկնաբանեք, ինչի արդյունք է, ինչի հետևանք է, որ քաղաքացիները զոհ են դառնում այս զեղծարարության։ Տեսեք, այս պրոբլեմը ավերջ շարունակվելու է, բացատրեմ ինչու։ Խնդիրն անում է, որ բանկային ոլորտը գնում է դեպի ավելի հեշտացում ծառայությունների, այսինքն այդ նշանակում որ ավելի շատ on-line գնում, նաև վարկերի ստացումը եւ այլն, բայց դրան զուգահեռ չի գնում հասարակության կրթությունը թվային տիրույթում, ու սա մենակ բանկերը չէ, սա պետությունը, տեսեք, բազմաթիվ թվային գործառույթներ ամծնում, հեսա մարդիկ սկսելու են քաշվել նաև այդ հատվածում, պետական ծառայությունների հետ կապված տարբեր խաբեություններ են լինելու, այսինքն կա խնդիր, որ հասարակությունը պատշաճ կերպով չի իրազեկվում, չի կրթվում, ու սա խնդիր է համ պետական կառույցների համար, համ ընդհանուր բանկային տիրույթի համար։ Երկրորդը կարծում եմ պետք է մտցնել ինչ-որ սպეციფიկ կարգավորումներ, օրինակ ասեմ ձեզ ինչ-որ երկրներում մարդը կարող է օրինակ արգելք դնի իր անունից վարկ ստանալ։ Այսինքն մինչև ինքը ֆիզիկապես չգնա բանկ եւ չհանի այդ արգելքը եւ այլն, Մեզ մոտ այդ առումով օրենսդրական եւ կարգավորումների տեսանկյունից կարծում եմ մենք հետ ենք բանկային տիրույթի արագ զարգացումից, որպես հետևանք հիմա անդադ այս խնդիրները լինելու են։ Քաղաքացիները ինչպես կարող են խուսափել եւ պաշտպանվել այս զեղծարարություններից։ Տեսեք, ես կարող եմ խոսել մենակ այն դեպքերի մասին, որոնք ես գիտեմ։ Այդ դեպքերը կախված շատ են նման դեպքեր։ Ես գիտեմ հարյուրավոր դեպքերի մասին, նրանք որոնք կոնկրետ ես գիտեմ, կարծում եմ խոսքը գնում է տասնյակ հազարավոր դեպքերի մասին։ Տարբեր տիպի։ Բայց հարցը նրանում է, որ այդ ինչպեսը ես հենց քանի որ դա այդքան տրիվիալ հարց չի, որ սենց ես ձեզ երկու բառով հիմա ասեմ, դու գնաք բոլորին պատմեք, որ այդ հարցը լուծվի։ Համար ես արդեն քանի ամիս է իմ մոտ տեսանյութերով, հերթով փորձում եմ բացատրել։ Էտա մարդ պետք է հասկանա, որ իրավիճակը փոխվել է ու պետք է շատ հստակ եթե բանկում հաշիվ ունես, դա դեռ քիչ է, դու պետք է նաև սովորես այդ հաշիվը պաշտպանելու, հույսդ չդնես մենակ բանկի վրա։ Իսկ կոնկրետ բանկը, պետությունը ինչով կարող են օգնել այս պարագայում մեր քաղաքացիներին։ Պետությունը չգիտեմ ինչով կարող օգնի, պետությունը միշտ ամենավերջին պահին է գալիս, դրա համար սպասենք այդ պահին, հələ որ չի եկել այդ պահը կարծես թե։ Բանկերը կարող են անել այդ իրազեկման արշավները մեկ, երկրորդը կարող են ինչ-որ գործառույթներ ավելի բարդացնել, միգուցե, բայց բանկերը բնականաբար խուսափում են, որովհետև իրանց պետք է որ հեշտանան գործառույթները, որպեսզի մարդիկ գոհ մնան։ Բայց ամեն դեպքում կարծում եմ ենք դեպքեր այնքան շատ են, որ ժամանակն է ինչ-որ ավելի լուրջ զեղծարարության դեմ պայքարեն համ մարդիկ, համ բանկերը, համ պետությունը, այսինքն այստեղ մի կառույց չկա, որը կարող է բոլոր հարցերը լուծել։